Շուտով այստեղ նաև պատարակներ կմատուցվեն։ Այո, այսպիսի Հայաստան էլ կա։ Անտարի խորքում փոքրիկ մի վանք, որը նախկինում կոչվել է Սուրբ Աստվածածին, իսկ մեզ ավելի հայտնի է որպես Աղավնավանք, եւ այստեղ մինչ օրս մարդիկ ծառերին երազանքներ են կապում։ Եվ նույնիսկ տարիներ առաջ այստեղ չգործող եկեղեցու պատերիստներ հրավիրյալ քահանան մկրտության արարողություն է անցկացրել ու կնքել Աղավնավանք գյուղի չմկրտված բոլոր բնակիչներին։ Վանքի մասին մատենագիր տեղեկություններ չկան եւ նույնիսկ հայտնի չէ, թե երբվանից է Սուրբ Աստվածածնից փոխվել Աղավնավանքի ու նաեւ տեղեկություններ չկա ինչու Աղավնավանք, արդյոք գյուղն է վանքի անունով կոչվել, թե վանքը գյուղի։ Վանքը գտնվում է Աղնաբաթի կենու պուրակում։ Այստեղ աճող կենին Հայաստանում հազվագյուտ եւ բարձր գնահատվող ծառատեսակներից մեկն է, իսկ այս քարերի մեջ 11-ից 13-րդ դարերի շունչ է։ Աղավնավանք գյուղից ընդամենը 1,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս վանքում առաջիկա ամիսներին արդեն շաբաթ օրերին կմատուցվեն պատարակներ, այնպես որ եթե ուզում եք մեզ հետ բացահայտել Հայաստանի տարբեր անկյունները, ապա հետևեք, որ չկորցնենք իրար։